Մեր երկիրը 1-2 տարվա ընթացքում ունի մի քանի մարտահրավեր։ Առաջինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է։ Խաղաղության պայմանագիրը առանցքային է մեր երկրի զարգացման համար եւ մեր մարդկանց, մեր հայրենակիցներին, մերոնց հետ բերելու համար Բաքվի բանտերից։ Խաղաղության պայմանագիրը մեր երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից երևի ամենակարևորներից մեկն է։ Մենք պետք է կարողանանք, հայ քաղաքական միտքը կարողանա լուծի այդ հարցը մեկ կարևոր հարց լուծելով զուգահեռ, որպեսզի թույլ չտա, որպեսզի թույլ չտրվի Ադրբեջանին հնարավորություն ստանա խաղաղության պայմանագրի շրջանակներում ապավել այնպիսի պայմաններ, որ ունենա ժողովրդագրական ներկայություն մեր երկրում։ Հայաստան տեղափոխման մեջ շատերը, գիտեմ, խոսույթի մեջ հարցնում էին. ինչն է վտանգը, որ մենք տեսնում ենք։ Այդ հարցերին, այդ վտանգը ես ուզում եմ ներկայացնեմ այսպես. մեզ կպատասխանեն ադրբեջանցիները։ Ընտրություններից հետո Ադրբեջանում գիրք գրող կրթության, գիտության նախարարը, ով իրենց երեխաների համար ապահովում է գրքերը, որով իրենք կրթություն են ստանում, հայտարարել է. Ադրբեջանցիների վերադարձի հարցը Արևմտյան Ադրբեջան հիմնարար նշանակություն ունի ազգային նոր ինքնության ձևավորման գործում։ Հարգելիներս, սա ալարմիզմ չէ, այնտեղ ձևավորվում է նոր ազգային գաղափարախոսություն։ Նախկին ազգային գաղափարախոսության արդյունքը մենք տեսանք։ Մեր քաղաքական մտքի նպատակն է լուծել հարցը այնպես, որ ունենանք խաղաղություն, բայց ունենանք նաև ժողովրդագրորեն անվտանգ Հայաստան։ Այդ իսկ պատճառով իմ առաջարկն է, գիտեմ շատ մեր նոր գոլեգաներ ասեցին, որ ինչու ենք ժողովրդին լարում այս հարցով, եկեք չլարենք։ Մենք ունենք առաջարկ, մեկ օրենքով այս հարցը լուծվում է։ Եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք Հակա-Սաֆարովյան օրենք, որով ուղղակի իրավունք չենք տալի ադրբեջանցիներին 10 օրից ավել գտնվել մեր երկրում եւ ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են։ Դուք կարող եք լուծել այդ հարցը։ Մենք առաջարկ կանենք մոտակա ժամանակահատվածում եւ իրար հետ կարող ենք այդ հարցը մեր քաղաքական օրակարգից վերջապես հանել։ Իդեպ Թուրքիայի Հանրապետությունը այդպիսի օրենք ունի նաև մեր մասին։ Մեր երկրի քաղաքացիները իրավունք չունեն այնտեղ հող գնելու։